Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Թագավորներու 4-րդ գիրք, 3-րդ գլուխ։ Բادرազմ Իսրայելի եւ Մովաբի միջև։ Աքահապի որդին Հովրամ Հութայի Հովսափատ թագավորին 18-րդ դարին Սամարիայի մեջ Իսրայելի վրա թագավոր եղավ ու 12 տարի թագավորեց։ Ան Տիրոջ արչև չարիք գործեց, բայց ոչ իր հոր եւ մորբես, քանի որ իր հոր շինած փահաղի արցան հանեց, բայց Իսրայելի մեղանչել դվող Նապադյան Հերոփովամի մեղքերուն հարեցավ, անոնցմե չհեռացավ։ Մովաբի Մեսա թագավորը հոդերու դեր էր եւ Իսրայելի թագավորին հարկ կվճարեր 100,000 բարարդ քար ու 100,000 փրթոտ խոյ, բայց Աքահապի մեռնելեն յետք Մովաբի թագավորը Իսրայելի թագավորին թեմ ապստամբեցավ։ Ոստի այդ ժամանակ Հովրամ թագավորը Սամարիային ելավ եւ ամբողջ Իսրայելը աչքի անցուց։ Հետո գնաց ու Հութայի Հովսափատ թագավորին մարդ ղրգեց ըսելով. Մովաբի թագավորը ինձի թեմ ապստամբեցավ։ Ինձ հետ Մովաբի թեմ բادرազմելու գուքաս, անալ պատասխանեց. Կբարձրանամ, ես քեզի պես եմ, իմ ժողովուրդս քու ժողովուրդիդ պես, իմ ցիերս քու ցիերուդ պես են։ Աբա ասավ. որ ջամփային բարձրանանք, ինքալ պատասխանեց. Եթովմի անաբադին ջամփային։ Ոստի Իսրայելի թագավորը, Հութայի թագավորն ու Եթովմի թագավորը կացին։ 7 օր շրջել է յետք, ալչուր չգար փանագին եւ անոնց հետևող անասուններուն համար։ Այն ադեն Իսրայելի թագավորը ասավ. Ափսոս, դեր այս 3 թագավորները կանչերը որբեսի Մովաբի ցերկը մատնե։ Հովսափատը ասավ. հոս Տիրոջ մարգարեմը չգա որբեսի անոր միջոցով Տիրոջ խորհուրդ հարցնենք։ Իսրայելի թագավորին զարաներեն մեկը պատասխանեց. Եղիայի ցերկերուն ճուր լեցնող Սապադյան Եղիսեն հոսե։ Հովսափատը ասավ. անոր քով է Տիրոջ խոսքը։ Ոստի Իսրայելի թագավորը Հովսափատ ու Եթոմի թագավորը անոր իջան։ Եղիսե Իսրայելի թագավորին ասավ. Թուն ինձի հետ ինչ գործ ունիս։ Հորդ մարգարեներուն եւ մորդ մարգարեներուն կնա։ Իսրայելի թագավորը անոր ասավ. ոչ, քանի դերը այս 3 թագավորները կանչերը որբեսի Մովաբի ցերկը մատնե։ Եղիսե ասավ. զորքերու դերը, որուն արչև կգայնիմ, Գաբրի, եթե Հութայի Հովսափատ թագավորը չհարկեի, իրապես երեսիդ պիտի չնայեի ու քեզ պիտի չտեսնեի։ Հիմա ինձի նվակահարմը բերեք։ Մինչ նվակահարը կնվակեր, Տիրոջ ցերկը անոր վրա եղավ եւ ասավ. դերը սագը հրամայ է։ Այս ծորի մեջ շատ փոսեր փորեցեք։ Արտարև դերը սագը հայդարարե։ Հով պիտի չտեսնեք, դեղադարապ պիտի չտեսնեք, սակայն այս ծորը ճուրո պիտի լեցվի։ Ու պիտի խմեք թուք ծեր խաշինքը եւ ծեր անասունները։ Բայց ասիկա Տիրոջ արչև բզդիկ փամը լալով Մովաբնալ ծեր ցերկը պիտի մատնե։ Բոլոր բարսպաբատ քաղաքներն ու բոլոր ընդիր քաղաքները պիտի զարդեք, բոլոր բդղադու ծառերը պիտի դաբալեք, բոլոր ճուրի աղբյուրները պիտի խմեք եւ բոլոր մշակված արտերը քարերով պիտի ավերեք։ Արդուն, երբ հացի ընձան գմադուցան վեր, ահա Եթովմի ջամփային ճուրեր օսեցան ու երգիրը ճուրով լեցվեցավ։ Երբ բոլոր մովաբացիները լսեցին, թե թագավորները բարձրացած են իրենց դեմ պատերազմելու, բոլոր կոդի գաբելու դարիք ունեցողները եւ ավելի մեծերը հավաքեցին ու սահմանին վրա դեղավորվեցան։ Արդուն գանուխ ելան, երբ արևը ցակեցավ ճուրերուն վրա, մովաբացիները թիմացեն այդ ճուրերը արյունի պես կարմիր տեսան։ Ուստի ասին, ասիգա արյուն է, անդարագույս թագավորները զիրար գոդորեր եւ զարգերեն։ Հիմա ով մովաբացիներ, հավաքեցեք ավարը։ Երբ անոնք Իսրայելի փանագավայրը կացին, իսրայելացիները կանգնեցան ու մովաբացիները զարգին։ Անոնք իրենց արչևեն փախան եւ իրենք մովաբացիները զարնելով անոնց երգիրը մտան։ Քաղաքները փլցուցին, բոլոր մշակված արտերու մեջ յուրաքանչյուրը իր քարը նետեց ու զանոնք լեցուցին։ Բոլոր ճուրի աղբյուրները խցեցին եւ բոլոր բդղադու ծառերը դաբալեցին, այնպես որ գիր Հարեսեթի մեջ միայն անոր քարերը թողուցին, երբ բարսացիկները զայն բաշարեցին ու զարգին։ Մովաբի թագավորը տեսավ, թե բادرազմը իրեն թեմ սասկացավ, ուստի իրեն հետ 700 սուր քաշող մարդ արավ, որբեսի ջեղքեն անցնի մինչև Եթովմի թագավորը, բայց չգրցան։ Ուստի արավ իր անտրանիկ որդին, որ իր դեղը պիտի թագավորեր ու զայն բարիսպին վրա իբր ողջագեզ զոհեց։ Իսրայելացիներուն վրա մեծ զայրույթ եղավ,
անոնք ալ իրկովե մեկնեցան եւ իրենց երգիրը վերադարձան։ Փառք քեզ Դեր Աստված մեր։ Ամեն։